Իմ սիրելի Հայր, ամենակարող Փրկիչ Աստված, այսօր գալիս եմ քո առջև ամբողջ սրտով, հոգով ու մտքով։ Գալիս եմ, որովհետև կարիք ունեմ խաղաղության, հանգստության, մտքի այն վիճակի, որտեղ կարող եմ քո ներկայությունը զգալ լիարժեք։ Տեր, իմ մտքերը հաճախ ցրված են, անհանգիստ, եւ ես չեմ գտնում այն խաղաղությունը, որը դու մեզ խոստացել ես։ Բայց այսօր գալիս եմ հավատքով, իմանալով, որ միայն քո մոտ է իրական հանգստությունը։ Տեր, օգնիր ինձ մաքրել իմ մտքերը անհանգստությունից, վախից, մտահոգությունից եւ անորոշությունից։ Գուցե ես փորձում եմ ամեն բան վերահսկել իմ ուժերով, բայց հասկանում եմ, որ այդպես չեմ կարող գտնել խաղաղություն։ Մի տրտմիր եւ մի վախեցիր, որովհետեւ ես քո Աստվածն եմ։ Եսայա 41:10 Տեր, թող այս խոսքը ապրի իմ մտքում եւ հոգում, թող այն լինի իմ հանգստության հիմքը, իմ հավատքի վահանը եւ իմ մտքի խաղաղության աղբյուրը։ Հայր, ես գիտեմ, որ կյանքում շատ բաներ դուրս են իմ վերահսկողությունից, աշխատանք, ընտանիք, հարաբերություններ, առողջություն, անորոշ ապագա։ Ոչ միշտ կարող եմ հասկանալ, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում, բայց այսօր ուզում եմ վստահել քեզ։ Թող իմ մտքերն ուղղված լինեն քեզ, ոչ թե անցյալի ցավերին, անհանգստություններին։ Թող ես կարողանամ կենտրոնանալ քո սիրո եւ զորության վրա, իմանալով, որ ամեն բան, իմ կյանքի բոլոր իրադարձությունները գտնվում են քո վերահսկողության ներքո։ Տեր, օգնիր ինձ ազատվել բացասական մտքերից, քննադատությունից, ինչպես ուրիշների հանդեպ, այնպես էլ իմ սեփական անձի հանդեպ։ Ես գիտեմ, որ իմ գլխում հաճախ ծագում են սխալ մտքեր, կասկածներ, որոնք խանգարում են խաղաղությանը։ Սակայն այսօր ես հայտարարում եմ, որ միայն քո խոսքը, միայն քո իմաստությունը կարող են լցնել իմ միտքը խաղաղությամբ եւ վստահությամբ։ Տեր, ես աղոթում եմ, որ իմ սիրտը հանգստանա, որ իմ մտքերը կարգավորվեն, որ վախեր, կասկածներ եւ մտահոգություններ չլինեն իմ մեջ։ Թող իմ սիրտը հուսա քեզ, ոչ թե աշխարհին կամ մարդկանց։ Թող իմ մտքերն ու զգացմունքները գտնեն հանգստություն քո ներկայության մեջ, որովհետև միայն դու ես տալիս այն լիարժեք խաղաղությունը, որը կախված չէ ոչ մեկից կամ ոչ մի հանգամանքից։ Տեր, ես գիտեմ, որ երբեմն իմ մտքերը կլանված են անցյալի ցավերով կամ ապագայի անհայտությամբ, բայց այսօր ես խնդրում եմ քեզ, որ կարողանամ ապրել ներկայով։ Թող իմ միտքը կենտրոնանա այս օրվա վրա, այս պահի վրա, իմ քայլերի վրա, որոնք կարող են հաճելի լինել քեզ։ Թող անցյալը ոչ թե խանգարի, այլ դասեր տա, եւ թող ապագան չբերի անհանգստություն, այլ վստահություն, որ դու իմ հետ ես ամեն պահի։ Հայր, օգնիր ինձ սովորել ներել, քանի որ ներումը պարգևում է նաեւ մտքի խաղաղություն։ Երբ ես պահում եմ վիրավորանք, երբ մտքումս մնում եմ հիասթափված, վրդովված կամ ատելության մեջ, միտքս կորցնում է խաղաղությունը։ Սակայն այսօր ես ցանկանում եմ ազատվել այդ բոլոր ծանրություններից։ Թող ներման ուժը լցնի իմ միտքը, որպեսզի կարողանամ խաղաղ ու հանգիստ քայլել կյանքում։ Տեր, ես աղոթում եմ նաև իմ ընտանիքի համար։ Թող մեր տունը լինի խաղաղության վայր, որտեղ մենք մտքով չենք հարձակվում իրար վրա, որտեղ խոսքերը եւ գործողությունները լի են սիրով եւ հարգանքով։ Թող բոլոր անդամները կարողանան տեսնել, որ խաղաղությունը սկսվում է սրտից, մտքերից եւ գործողություններից։ Օգնիր մեզ սիրել, ներել, հասկանալ իրար եւ թողնել անցյալը։ Տեր, ես խնդրում եմ, որ իմ մտքերի վրա լինի քո խոսքի ազդեցությունը։ Թող ես միշտ հիշեմ, որ իմ մտքերն ուժ ունեն, բայց նրանք պետք է համապատասխանեն քո կամքին, ոչ թե իմ ցանկություններին կամ աշխարհի ազդեցությանը։ Թող իմ միտքը լցվի խոսքերով, որոնք կառուցում են, խոսքերով, որոնք խաղաղություն են բերում, խոսքերով, որոնք վկայում են քո սիրո եւ զորության մասին։ Մտածեք այն, ինչ ճշմարիտ է, ինչ վայել է, ինչ արդար, մաքուր, հաճելի եւ արժանի գովասանքի։ Փիլիպեցիների 4:8 Տեր, թող իմ մտքերը միշտ լինեն լցված այս արժեքներով։ Օգնիր ինձ սովորել համբերել, հատկապես այն պահերին, երբ իմ մտքերը խառնվում են, եւ ես այլևս չեմ կարողանում տեսնել ճանապարհը։ Օգնիր, որ չհանձնվեմ, այլ համբերությամբ սպասեմ քո հստակ եւ ազնիվ
առաջնորդությանը։ Թող իմ սիրտը միշտ պատրաստ լինի լսելու քո ձայնը, տեսնելու քո նշանները և զգալու քո ներկայությունը։ Օգնիր, որ հանգստանամ քո կամքի մեջ, որովհետև միայն այնտեղ է իրական և անսպառ խաղաղությունը։ Տեր, ես աղոթում եմ, որ քո խաղաղությունը լցնի իմ միտքը հատկապես դժվարությունների, փորձությունների և ցավի ժամանակ։ Թող ես չվախենամ անցանկալի իրավիճակներից, քանի որ գիտեմ, դու ես իմ պաշտպանն ու ուղեկիցը։ Թող այս խաղաղությունը դառնա իմ ուժի աղբյուրը, իմ վստահության հիմքը և իմ հավատքի վկայությունը։ Թող այն տարածվի նաև իմ ընտանիքի, ընկերների և սիրելիների վրա, որպեսզի մեր բոլորի կյանքը լցվի քո խաղաղությամբ։ Տեր, ես գիտեմ, որ հաճախ վախենում եմ ապագայից, անհանգստանում եմ անորոշ իրավիճակների համար, բայց այսօր ուզում եմ ամբողջությամբ վստահել քեզ, իմ մտքերով, զգացմունքներով և ամբողջ կյանքով։ Թող իմ մտքերը լցված լինեն վստահությամբ, ոչ թե վախով կամ կասկածով, այլ այն հավատքով, որ դու ղեկավարում ես ամեն բան և գիտես ինձ համար լավագույն ուղին։ Տեր, աղոթում եմ, որ իմ խաղաղ մտքում բնակվեն սեր, ներողամտություն և երախտագիտություն։ Օգնիր, որ հիշեմ անցյալի օրհնությունները, գնահատեմ ներկան և հույսով նայեմ ապագային։ Թող իմ ամեն միտք լի լինի քո շնորհքով։ Օգնիր ինձ տեսնել, թե ինչպես իմ մտքերն ու գործերը կարող են կառուցել խաղաղություն և բարություն։ Թող իմ արտասանած խոսքերը և արարքները օրհնություն լինեն ուրիշների համար, բերելով լույս, հանգստություն և հույս։ Հայր, շնորհակալ եմ, որ լսում ես իմ աղոթքը, որ թեև ես երբեմն անհանգիստ եմ, քո ողորմությամբ կրկին գտնում եմ հանգստություն։ Շնորհակալ եմ, որ իմ մտքերը խաղաղվում են, երբ վստահությամբ հանձնվում եմ քեզ, երբ թողնում եմ իմ մտահոգությունները քո ձեռքերում և իմ կյանքը քո հսկողության տակ։ Շնորհակալ եմ, որ քո խոսքը մշտապես նորոգում է իմ միտքը, թուլացնում իմ անհանգստությունները և լցնում ինձ խաղաղությամբ, վստահությամբ ու հավատքով։ Տեր, այսօր քեզ եմ հանձնում իմ ամբողջ օրը, իմ բոլոր մտքերը, խոսքերը և գործերը, վստահելով, որ դու ղեկավարում ես ամեն ինչ իմ կյանքի մեջ։ Թող իմ մտքերը լինեն լցված քո խաղաղությամբ, սիրտս հանգիստ, հոգիս լի քո ներկայությամբ։ Թող իմ ողջ կյանքը լինի վկայություն այն ճշմարտության, որ դու ես խաղաղության, հանգստության և լույսի միակ աղբյուրը։ Ամեն։